Ուրեմն մենք հենց նոր ծանոթացանք հակադարձ մատրիցի հաշվման Գաուս-Ջորդանի մեթոդին, որը վերցնում էր մատրիցը, գրում էր նրա համար բլոկ մատրիցը բերում էր աստիճանաձև տեսքի, եթե աստիճանաձև տեսքում ձախ մասում զրոյական տող չկար, ասում էր հակադարձելի մատրից է եւ շարունակում էր բերված աստիճանաձև տեսքին, որից եւ դուրս էր գրում հակադարձ մատրիցը աջ մասից, այսպես։ Այս մեթոդը, որը մի քիչ առաջ տեսանք շատ արդյունավետ մեթոդ է, ինքը հենվում էր, հենց իր արդյունավետությունը գալիս է այն բանից, որ ինքը ավելի բարձր մակարդակի հանրահաշվի վրա է հենվում։ Ինքը հենվում է ինչ հանրահաշվական կարևոր փաստի վրա։ Տեսեք, եթե անհակադարձելի մատրից էր, ապա ինքը ներկայացվում էր տարրական մատրիցների ինչ-որ արտադրյալի տեսքով, չէ՞, ինչպես մենք տեսանք։ Հակադարձելի մատրիցների բազմությունը մեր անցած սեմեստրի դասընթացից մեր ծանոթ է, որ ինչ է կազմում։ Հանրահաշվական համակարգ։ Այ, կներեք, չլսվեց ձեր ձայնը։ Հանրահաշվական համակարգ։ Այո, հանրահաշվական համակարգ է, իրան նշանակել էինք ոնց որ L, N, sense error, չէ, եթե իր գործակիցները իրական թվեր են, կամ պարզապես L, N-ով էլ կարելի է նշանակել, եթե չենք ուզում ֆիքսենք ամեն անգամ իրական լինելու փաստը։ Սրանք բայց ոչ միայն հանրահաշվական համակարգ էին, այլ նաև ինչ էին։ Խումբեր էին։ Ապրեք, շատ ճիշտ եք ասում, սա նաև իրանք խումբ էին իրանից կազմում։ Խումբը ինչ լավ հատկություն ուներ։ Խմբի համար չէ, սենց բան են գրում, J-ն հավասար է A, որտեղ այս A-ն իր ինչն էր։ Այն բազմությունը, որի վրա հիմնված է, կրիչ բազմությունը։ Տնիչ բազմությունը, չէ։ Տնիչ բազմությունը լավ էր ինչով, եթե ստեղից մեր խմբի մեջից ցանկացած J տարր էինք վերցնում, ապա այս A-ի մեջից կարելի է ինչ-որ A1, A2, AN տարրեր վերցնել, որ J-ն հավասար էր կամ սրանց, կամ գուցե պլյուս մինուս աստիճանով սրանց բոլոր արտադրյալներով J-ն կազմում էր։ Հիմա ստեղ նայեք, վերադառնանք մեր իրավիճակին։ Հակադարձելի մատրիցների բազմությունը L, N-ը խումբ էր կազմում, լավ, դե այս մեր ասածից բխում է, որ իր համար ինչ տնիչ բազմություն ենք գտել կարծես, թե ոչ։ Ինչ կարծիք ունեք։ Այդ տարրական մատրիցները, հա, տնիչ բազմություն։ Այո, բոլոր տարրական մատրիցների բազմությունը, եթե T-ով նշանակեինք բոլոր տարրական մատրիցների բազմությունը, իրանից ներկայացնում է տնիչ բազմություն հակադարձելի մատրիցների խմբի համար։ Այսպիսի տարօրինակ գրառում է ստացվում։ Եվ հենց հարցն է, որ մենք ինչի է Գաուս-Ջորդանի մեթոդը հակադարձ մատրից հաշվելու այդքան լավ, ամեն ինչ շատ լավ ստացվեց, ամեն ինչից ստացվեց լավ, բոլոր փաստերը լավ իրար մեկը մյուսին լրացվեցին եւ դյուրին հաշվարկային մեթոդ եղավ, որտեղ մենք ավելի բարձր մակարդակի վրա հենվեցինք, խմբերի վրա, խմբերի տեսության վրա հենվեցինք եւ ավելի լավ մեթոդ ստացանք։ Ահա։ Եվ եթե շատ ուզենայինք, օրինակ կարելի է ինչ գրել, նայեք, J, L, N կամ N չէ, 3 գրենք, J, L, N իրական թվերի համար ենթադրենք, սա կարող եմ սենց գրել, նայեք, այսպես, 3 հատ հակադարձելի մատրից, 3 տիպի հակադարձելի մատրից առաջի տիպի տարրական ձևափոխությունների համար, 1, 0, 1, 1, 0,
0 1 1 0 1 1 1 1 այսպես զգացիք չէ, այս 3-ը արտահայտեցին 3 հատ տարրական ձևափոխությունները։ Ստորակետ։ Հիմա անցել ենք, պիտի գնենք երկրորդ տիպի տարրական ձևափոխություններին։ Սենց A 1 1 1 B 1 1 1 C ստեղ ես ինչ արտահայտեցի։ Երկրորդ տիպի տարրական ձևափոխությունները, չէ՞ բոլոր։ Երկրորդ տիպի տարրական ձևափոխություններին համապատասխանող 3 տիպի տարրական մատրից առաջացավ։ Չենք մոռանում, որ վերջում պետք է ինչ պայման դնենք այս ABC-ի վրա։ 0 չլինեն։ 0 չլինեն։ Վերջացրեցինք, թե հələ էլի է պետք ավելացնել։ Երրորդ տիպին էլ։ 1 1 1 եւ տեսեք 1 1 1 D որտեղ D-ն էս ներքևում որտեղ ուզում ալնի եւ մեկ էլ սենց 1 1 1 1 D-ն վերևում որտեղ D ասելով այս D-ն ստեղել կարող անել, ստեղել կարող անել, ստեղել կարող անել։ Եղավ։ Հետո մի հատ սենց գիծ ենք քաշում, գրում ենք ABC-ն հավասար չի 0։ Ու այս փակում ենք ծնիչ բազմության փակագիծը։ Տեսեք մենք ինչ գրեցինք։ Մենք այստեղ ասեցինք, որ GL 3 խմբի համար ծնիչ բազմություն է հանդիսանում այս տարրական մատրիցների բազմությունը, որը նույնն է ինչ որ այս վերևի միտքը պարզապես ավելի մանրացած գրած։ Խնդրեմ